Անցած շաբաթ ականատես եղան գնդիմություն իշխանությունը ինտենսիվ փոխհրաձգության։ Բարեբախտաբար այն միայն բանավոր էր։ Տուժածներ չեղան։ Միայն մի հարց մնաց. որքանով է հավաստի սահմանային իրավիճակի մասին մեզ հասնող տեղեկատվությունը։ Մարտի 4-ին Մարդու իրավունքների նախկին պաշտպան, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարեց, որ 2025 թվականին Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացրել է նոր ներխուժումներ։ Սա սահմանն է հայ-ադրբեջանական, սա ադրբեջանական դիրքն է, որ դեռ ներխուժել էին մի քանի տարի առաջ, եւ սա արդեն նոր դիրքի տեղակայում է Հայաստանի Հանրապետության տարածքից ներս ու ներխուժում Հայաստանի Հանրապետության սահման եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք եւ հիմա կներկայացնենք նաեւ դրա վտանգները։ Տեսնում եք այս տեսանկյունից, այս դիրքից նույնպես երևում է սա այստեղ այդ նոր դիրքի տեղակայումն է եւ մենք տեսնում ենք արդեն մեր բնակավայրերի համադրությամբ։ Սա մյուս լուսանկարն է, որը, ինչպես ես նշեցի, արբանյակային լուսանկար է եւ սա նոր դիրքն է, ընդ որում տեսնում ենք ժամանակահատվածը, մինչեւ հուլիսի 31-ը 2025 թվական այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Չնայած Թաթոյանը արբանյակային լուսանկարներ է ներկայացրել, որոնք համարվում են փաստերի ստուգման չեզոք եւ օբյեկտիվ միջոցներ, իշխանության ներկայացուցիչները սրերով են ընդունել նրա հայտարարությունները։ Թաթոյանը, որ մենք այնտեղ էինք ապրում, այդ որ վախվանից է եղել ինքը հայրենիքի մասին մտածող, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Գեղարքունիքի մարզի բնակչի հոգսով ապրող, խնդրում եմ էլի, ասեք թող կպնի իր գործերին կարճ։ Չունեմ այդպիսի տեղեկատվություն, եւ ես չունեմ, չկա այդպիսի բան։ Չի կա։ Ձեզնից էլ են գախնի։ Ժողովուրդ, ի՞նչն են գախնի պահել։ Այդ որ ներխուժում է ունեցել մեր սուվերեն տարածք եւս մեկ։ Ասում են գովազդատ ամեն տեղ։ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի տենց չգիտեմ, մեր հարևան մի քանի երկրների չափ տենց միլիոնից ավել քառակուսի կիլոմետր տարածք չի։ Դուք ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր փոքր տարածքում ինչ որ բան է տեղի ունեցել եւ դրա մասին 1 տարի հետո Թաթոյանն է իմացել, բայց այդտեղ գյուղեր չկային, մարդիկ չկային։ Մի հատ տենց ինչ որ բան է լինում, այդ հերավոր գյուղերից մի հատ ինչ որ մանկապարտեզում հացի մեջ մի հատ մազ է լինում, դուք առաջին դրա մասին գիտեք, այդ ոնց եղավ, որ ձեր նշած 6 տեղերը տենց առաջ տվեցին, վայ մի տարիա ոչ մեկ չգիտի Թաթոյանը այսօր ասել։ Եկեք ինքներս ստուգենք արբանյակային լուսանկարներով։ Կօգտագործենք Google Maps եւ ամերիկյան Planet հարթակները։ Planet-ը լուսանկարները տրամադրում գրեթե ամեն օր։ Արման Թաթոյանը ցույց է տվել հայ-ադրբեջանական սահմանին գտնվող կատարաժայռ գագաթը, որն ադրբեջանցիները օկուպացրել են 2021 թվականի մայիսին։ Սա ադրբեջանական դիրքն է կատարաժայռի վրա։ Սա նրանց դիտակետն է։ Սրանք էլ հայկական դիրքերն են ավելի ցածրում։ Թաթոյանը հայտարարել է, որ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այստեղ դիրք չի եղել։ Նա ճիշտ է, բայց առնվազն հուլիսի 27-ից ադրբեջանցիները սկսել են նոր դիրքի եւ միջդիրքային ճանապարհի շինաշխատանքները։ Ահա այդ աշխատանքների ընթացքը Planet հարթակի տրամադրած արբանյակային պատկերներում, ըստ առանձին օրերի։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների օրը ադրբեջանական դիրքն արդեն կար։ Նոր դիրքի կառուցվածքը ցույց է տալիս, որ դրա նպատակը հայկական այս դիրքին հակազդելն է։ Արման Թաթոյանը հայտարարել է, որ ներխուժում է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Արդյոք նոր դիրքը կառուցվել է սահմանից այս կողմ։ Եկեք չափենք Planet-ի միջոցով։ Սա հայ-ադրբեջանական սահմանագիծն է։ Սա էլ ադրբեջանական դիրքն է հոկտեմբերի 15-ի դրությամբ։ Մեր տարածք մտած ադրբեջանական խրամատի մի ծայրից մինչև սահման Planet-ը ցույց է տալիս 73 մետր։ Եթե նկատի ունենանք, որ 2021-2023 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ադրբեջանցիները կիլոմետրերով են ներխուժել մեր սուվերեն տարածք, ապա 73 մետրը անմեղ բան է թվում։ Թաթոյանը ներկայացրել է նաև ադրբեջանական նոր դիրքի հեռավորությունը Սոտքի հանքավայրից, Կութ գյուղից, մեր արոտավայրերից։ Իրականում ադրբեջանցիները թե հանքին, թե Կութին շատ ավելի մոտ դիրքեր ունեն դեռ 2021 թվականից։ Հետքի կազմած այս քարտեզում կապույտ նշաններով ցուցադրված են ադրբեջանական դիրքերը։ Սա Սոտքի հանքն է, սա էլ Կութ գյուղը։ Ադրբեջանական նոր դիրքը սա է, իսկ դեղինով նշված է օկուպացված գոտին։ Այստեղ մենք տեսնում ենք արդեն այս դիրքի նշանակությունը եւ այդ դիրքը մեր ճանապարհի նկատմամբ։ Տեսեք, ընդամենը 200 մետր։ Սա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհը եւ օգտագործում է մեր կողմից։ Հիմա տեսեք,
նրանք այս դիրքի տեղակայմամբ լրացուցիչ հաստատել են, սրանք բնականաբար մենք մեր դիրքերը բնականաբար չենք ցուցադրում, բայց սա մեր, քանի որ օգտագործվում է նաև մեր զինված ուժերի կողմից, այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել, ոչ միայն թիրախի տակ պահել մեր քաղաքացիական բնակավայրերը, մեր բնակչությանը, այլ նաև ճնշող, նաև վտանգող նշանակություն ունի մեր զինվորականների համար, որովհետև ակնհայտ է, որ նրանք ուղիղ թիրախի ներքո են պահում նաև մեր զինվորականներին, սա նաև վտանգում է նրանց կյանքը։ Թաթույանի այս հայտարարությունը սխալ չէ, բայց ամբողջությամբ չի ներկայացնում պատկերը։ Բանն այն է, որ հայկական զորքերի միջդիրքային այս ճանապարհը միակը չէ, եւ նույնիսկ եթե ադրբեջանցիներն իրենց դիրքերից վերահսկում են այդ ճանապարհը, մեր զինված ուժերն ունեն դիրքերը թիկունքին կապող այլ ուղիներ։ Ընդ որում այդտեղ այնքան են նրանք դիրքերով ամրապնդել, որ անգամ ունեն արևային պանելներ տեղադրված, դրանք մենք ամբողջը արբանյակային լուսանկարներով տեսնում ենք։ Արման Թաթույանի այս պնդումը ճիշտ է։ Նույն կատարաժայռ լեռան վրա գտնվող օկուպացիոն դիրքում ադրբեջանցիները արևային վահանակներ են տեղադրել եւ փաստորեն այդպես էներգիա են ստանում։ Ընդ որում մեր տարածքում էլի կան ադրբեջանական դիրքեր, որտեղ արևային վահանակներ են տեղադրված։ Օրինակ, ներքին եւ վերին շորժագյուղերի ուղղությամբ ներխուժած ադրբեջանական դիրքերում։ Թաթյանը նաև հայտարարել է, որ ադրբեջանցիները ռազմական տեխնիկայի թաքստոցներ են կառուցել իրենց դիրքերից մեկի մոտ։ Տեսեք թե ինչ են նրանք արել։ Նորից էլի մինչև հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել։ Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարների նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, այստեղ հատուկ դրանք կոչվում են նաև կապանիրներ, այսինքն թաքստոցներ հատուկ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների համար, տանկերի համար, եւ այստեղ նրանք անգամ կարող են, մենք տեսնում ենք, սա նրանց ճանապարհն է, տեսեք, եւ ճանապարհի անմիջական հարևանությամբ այս թաքստոցներն են, ենթադրվում է, որ այս թաքստոցները նաև այս հատվածը մեքենաների համար կարող են օգտագործվել, սրանք տանկերի կամ ականանետերի ենթադրենք այլ նպատակներով, ընդ որում ակնհայտ է, որ սրանք այս նախապատրաստությունները, որ արել են, կարող են նաև ակնհայտորեն օգտագործել նաև հարձակողական նպատակներով։ Այս դիրքը գտնվում է սահմանի վրա, մասամբ մեր տարածքում։ Թաքստոցների առումով Արման Թաթյանը չի սխալվում, բայց ժամանակային առումով խնդիր կա։ Պլանետի միջոցով կարող ենք տեսնել, որ թաքստոցները գոյություն ունեն առնվազն 2025 թվականի հունիսի սկզբից։ Նրանք այստեղ կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր եւ տեսեք խոսքը սրանց մասին է, սրանք հենց այնպիսի հասարակ ինժեներական եւ հատուկ դիրքերի ամրացման աշխատանքներ չեն, սրանք արված են հատուկ նպատակով ջերմուկի հարևանությամբ անմիջական մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեջ եւ նորից տեսնում ենք, որ սրանք արդեն մինչեւ օգոստոսի 4-ը Սրանք մենք հստակ արբանյակային լուսանկարներից հստակ երևում են, որ մինչև օգոստոսի 4-ը սրանք արդեն հատուկ կառուցվել են։ Ընդ որում շատ արագ ակնհայտ է երևում հապշտապ այսպես սկզբունքով։ Թաթոյանն այս դիրքերի առումով նույնպես չի սխալվում, բայց սխալվում է ժամանակի մասին հայտարարություն անելիս։ Ադրբեջանցիներն ամենևին չեն շտապել։ Ջերմուկի ուղղությամբ նրանք այս դիրքերը փորել են դեռ 2024 թվականի օգոստոսին։ Եվ եւս երկու դիրք ջերմուկի հարևանությամբ, որոնք մի փոքր մետրեր ընդամենը սահմանից այն կողմ են, բայց միևնույն է, սա այս դիրքերը ունեն ռազմավարական մեզ համար անվտանգության լրջագույն սպառնալիքներ ու ռիսկեր, որովհետև սրանք, երբ մանրամասն ավելի ուսումնասիրում ենք, ինչպես են նրանք իրենց դիրքերը հանգույցով կապում, որովհետև տրամաբանությունը տրամաբանորեն արդեն ակնհայտ է դառնում, որ դա հենց այնպիսի լուծում չէ եւ կոնկրետ նպատակներ է հետապնդում նախապատրաստվելու համար, օրինակ, ասենք հնարավոր գործողությունների, եթե ինչ որ իրավիճակ թույլ տա եւ այլն։ Եվ այստեղ էլ ընդհանրապես ունենք եւ սա էլ մյուս դիրքն է ընդհանրապես մեր սահմանից մի քանի մետր հեռու, որը նորից էլի այդ նույն նշանակության եւ հստակ կրակային դիրքերի համար նախատեսված հատուկ կացարաններով, ճանապարհներով կահավորված, ամրացված։ Արման Թաթոյանն այստեղ խոսում է մեծ եւ փոքր ալլճերից հարավ գտնվող սահմանագոտու մասին։ Տեսնում ենք հայկական եւ ադրբեջանական դիրքեր 2025 թվականի հուլիսի 21-ի դրությամբ։ Հուլիսի 23-ին
ադրբեջանցիները միջդիրքային նոր ճանապարհ էին կառուցում։ Արդեն հուլիսի 28-ին նրանք 3 նոր դիրք կառուցելու աշխատանքներ էին տանում։ Հայկական կողմն արագ է արձագանքել։ Հուլիսի 30-ի արբանյակային պատկերում երևում է, որ Հայաստանի զինուժը 2 նոր դիրք է կառուցում։ Ահա թե ինչպիսի իրավիճակ էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնյան հանդիպման օրը։ Սրանք ադրբեջանական դիրքերն են, սրանք էլ հայկական։ Արմեն Թաթյանի քննադատության գլխավոր թիրախում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, որի իշխանության օրոք են տեղի ունեցել ադրբեջանական ներխուժումները։ Սակայն ընդդիմադիր գործչի բերած փաստերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույն օրը այսպես արձագանքեց. Քանի որ այս ամեն ինչը այդ հրատապ ասուլիսները հարայ հերոսը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Իշխանական падգամավոր Լիլիթ Մինասյանը, որը падգամավոր դառնալուց առաջ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրենն էր, գրավիչ առաջարկ է ներկայացրել կառավարությանը։ Քանի որ հիբրիդային հարձակումները եւ խաղաղության դեմ ուղղված նյուանսները շատանալու են այս ընթացքում նախընտրական փուլում, ես կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխանիզմով արգելենք լիազորված մարմնից հետո, եթե օրինակ լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, այդ լուրերը ծիրաժավորելը եւ պատասխանատվության ենթարկենք լրատվամիջոցներին օրինակ, որոնք որ շարունակում են այդ լուրերը տարածել։ Կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք։ Իշխող թիմի համար անցանկալի փաստերի արձանագրումն այսօր հաճախ մեկնաբանվում է որպես հարձակում պաշտոնական տեղեկատվության դեմ։ Սա թույլ է տալիս լրատվամիջոցների աշխատանքը պիտակավորել որպես հիբրիդային սպառնալիք եւ հիմքեր ստեղծել նրանց պատասխանատվության ենթարկելու համար։ Փաստորեն հարցը մնում է առկախ. ո՞րն է հիբրիդային սպառնալիքի աղբյուրը։ Փաստագրված տեղեկատվությունը, թե դրան հաջորդող պաշտոնական հերքումները։